Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 9-րդ գլուխ Շաբայի թակուհին այցելությունը։ Շաբայի թակուհին Սողոմոնի համբավը լսեց, ու Սողոմոնը հանելուկներով փորձարկելու համար Երուսաղեմ հասավ հույժ շատ հետևորդներով, փուրավետ համեմներ եւ շատ ոսկի ու բադվական քարեր գրող ուղդերով։ Երբ Սողոմոնի քով եկավ, անոր հետ խոսեցավ իր սրտի մեջ եղած ամեն ինչի մասին։ Սողոմոն անոր բոլոր հարցումները բացատրեց։ Սողոմոնին թաքնված ոչ մեկ խոսք կար, որ չկարենար բացատրել անոր։ Երբ Շաբայի թակուհին տեսավ Սողոմոնի իմաստությունը, անոր գառուցանած դունը, անոր սեղանին ուդելիքները, անոր ծառաներուն բնակարանները, անոր սպասարկուներուն գեցվածն ու անոնց հանդերձները, անոր մադրվակները եւ անոնց հանդերձները, նաեւ դիրոջ դունը բարձրանալու ելնարանը խելքը գլուխեն կնաց։ Ուստի թագավորին ասավ. Ուրեմն քու արարքներուդ եւ իմաստությանդ մասին իմ երկրից մեջ լսած խոսքերս ճշմարիտ էին, բայց ես այդ խոսքերուն չհավատացի, մինչեւ որ անցամբ եկա ու իմ աչքերովս տեսա։ Եվ ահա քու իմաստությանդ շատության գեսը ինձի պատմված չէր։ Թուն գերազանցես իմ լսած համբավս։ Երանի քու մարդոցդ, երանի այս ծառաներուդ, որոնք շարունակ քու արջևդ գնալով քու իմաստությունդ կլսեն։ Օրտնյալը լա քու Աստվածը Եհովան, որ քեզի հաջեցավ ու քեզ իր կահին վրա թրավ, որբեսի դիրոջ քու Աստուծույթ համար թակավորես։ Քու Աստվածդ Իսրայելը սիրելուն եւ զայն հավիդյան գայունացնելու համար քեզ անոնց վրա թակավոր կարգեց, որբեսի իրավունքը եւ արդարությունը գիրարկես։ Ապա թակավորին 120 դաղանդ ոսկի, հույժ շատ փուրավետ համեմներ ու բադվական քարեր տվավ։ Շաբայի թակուհին Սողոմոն թագավորին տված փուրավետ համեմներուն նմանը չգար։ Քիրամի ծառաներն ու Սողոմոնի ծառաները, որոնք ոփիրեն ոսկի կբերեին, ալմուգի փայդեր եւ բադվական քարեր ալբերին։ Թագավորը ալմուգի փայդեն աստիճաններ շինեց դիրոջ դան ու թագավորին դան համար, նաեւ քնարներ եւ դավիղներ երկողներուն համար։ Անոնց նմանը անգի առաջ Հութայի երկրի մեջ դեսնված չէր։ Սողոմոն թագավորին հարստությունը։ Սողոմոն թագավորը Շաբայի թակուհին բոլոր ուզածները եւ խնդրածները տվավ, այն բաներուն հադուցումեն զատ, որոնք ան թագավորին բերած էր։ Հետո անդարձավ ու երկիրը գնաց ինք եւ իր ծառաները։ Մեկ դարվա մեջ Սողոմոնի եկած ոսկին գշիրը 666 դաղանդ ոսկի էր։ Արևդրականներուն եւ վաճառականներուն բերածեն զատ։ Արաբիայի բոլոր թագավորներն ու երկրին գուսակալները ոսկի եւ արծաթ կբերեին Սողոմոնի։ Սողոմոն թագավորը գրածո ոսկե 200 ասպար շինեց, ամեն մեկ ասպարի համար 600 սիգ գրածո ոսկի կործածվեցավ։ Գրածո ոսկե 300 վահանալ շինեց, ամեն մեկ վահանի 300 սիգ ոսկի կործածվեցավ։ Թագավորը զանոնք Լիբանանի անդարին դունը թրավ։ Թագավորը փղոսկրե մեծ կահ շինեց ու մաքուր ոսկիով բադեց զայն։ Այս կահը 6 աստիճան ու ոսկիե բադվանտամ ուներ, որոնք կահին գից էին։ Նստելու տեղը մեկ կողմեն ու մյուս կողմեն հենարաններ ուներ։ Հենարաններուն կով երկու առյուծներ կգենային։ Հոն 6 աստիճաններուն վրա մեկ կողմեն ու մյուս կողմեն 12 առյուծներ կգենային։ Ոչ մեկ թագավորության մեջ նույնպիսի բան շինված էր։ Սողոմոն թագավորին բոլոր խմելիքի անոթները ոսկի էին։ Լիբանանի անդարին դան բոլոր անոթները մաքուր ոսկի էին։ Արծաթե չգար, որովհետև ան Սողոմոնի օրերը ոչինչ կսեպվեր։ Արտարև թագավորին նավերը Քիրամի ծառաներուն հետ Թարսիս կերտային։ Թարսիսի նավերը 3 տարին անգամ գուկային ոսկի, արծաթ, փղոսկ, նաև գաբիկներ ու սիրամարգներ փոխադրելով։ Սողոմոն թագավորը երկրի բոլոր թագավորներեն ավելի մեծ եղավ հարստությամբ եւ իմաստությամբ։ Երկրի բոլոր թագավորները կփապակեին Սողոմոնի երեսը տեսնել ու անոր իմաստությունը լսել, որ Աստված անոր սիրտին մեջ դրած էր։ Անոնցմե յուրաքանչյուրը իր ընձանգը բերեր, արծաթե անոթներ, ոսկի անոթներ, հանդերձներ, զենքեր, փուրավետ համեմներ, ծիեր եւ չորիներ, ամեն տարի դարեգան քանակը։ Սողոմոն 4000 ախոր ուներ ծիերու եւ գարկերու համար ու 12000 ծիավոր։ Զանոնք գարկերու քաղաքներու մեջ ու Երուսաղեմ թագավորին քով դեղավորեց։ Եփրատ գետեն մինչև փղշտացներուն երկիրը եւ մինչև Եգիպտոսի սահմանը բոլոր թագավորներուն վրա գդիրեր։ Թագավորը Երուսաղեմի մեջ արծաթը քարերու պես հասարակ բան մռավ, նաև մայրի փայդը
Թաշտակեդինի մեջ եղող ժանդաթզիներուն չափ արատ ըրավ։ Սողոմոնի համար Եգիպտոսեն ու բոլոր երկիրներեն ցիեր գարդացվեին։ Սողոմոնի իշխանության ամփոփումը։ Սողոմոնի մնացյալ արարքները, առաջիններն ու վերջինները գրված են Նաթան մարգարեին գիրքին մեջ, Սիլոնացի Ակիայի մարգարեության մեջ եւ Նապադյան Հերոփովամի մասին Աթով դեսանողին արձանագրած դեսիգներու մեջ։ Սողոմոն 40 տարի թագավորեց ամբողջ Իսրայելի վրա, Երուսաղեմի մեջ։ Աբա Սողոմոն իր հայրերուն հետ գնացավ ու զայն իր հոր Դավիթի քաղաքին մեջ թաղեցին։ Անոր դեղ իր որդին Ռոփովամ թագավոր եղավ։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։